Определиться как можно раньше. Ну, например, провести референдум. Например, это не наше дело, но в принципе это вполне было бы логично провести референдум и спросить у граждан Армении, каков будет их выбор. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը քաղաքական դաշտում քննարկումների տեղիք է տվել։ Ըստ Ռուսաստանի նախագահի Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի, շարունակելու է ինտեգրումը ԵԱՏՄ-ի շրջանակում, թե ընտրելու է եվրոպական ուղին։ Հայաստանի վարչապետը արձագանքելով Պուտինին նշել է, այս պահին նման ընտրություն կատարելու անհրաժեշտություն օրակարգում չկա։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել էր, Հայաստանը նպատակ չունի վնասել Ռուսաստանի շահերին։ Մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ ինչպես մյուս անդամները, եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը եւ ելի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել։ Փաշինյանը նաև նշել է, որ համաձայն չէ Ռուսաստանի նախագահի օգտագործած ապահարզան բառին։ Ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես ձևակերպման հետ համաձայն չեմ։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզված է, Պուտինը հակառակ հնչեցրած հայտարարություններին վստահ է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ կտրուկ քայլերի, այդ թվում ԵԱՏՄ-ից դուրս գալուն։ Որովհետև մեր տնտեսությունը շատ դուրս կախվածություն ունի ԵԱՏՄ-ից եւ եթե հիմա դուրս գանք ԵԱՏՄ-ից այդ կառույցից տնտեսական առումով լուրջ վնասներ են կրելու։ Նրա գնահատմամբ նախորդ տարիներին իշխանությունները բավարար քայլեր չեն իրականացրել, որպիսի երկրի տնտեսությունը պատրաստեն նման փոփոխությունների։ Միաժամանակ ըստ Վարդանյանի Ռուսաստանի նախագահը լավ է պատկերացնում Հայաստանի տնտեսության խոցելիությունը ու Ռուսաստանից մեծ կախվածությունը եւ հենց այդ հանգամանքն է օգտագործում Երևանին նման ընտրության առաջ կանգնեցնելով։ Հիմա Հայաստանը, քանի որ դեռևս նույնիսկ Եվրամիության անդամակցության տեխնացու չէ, այս պահին դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ դեռևս չունենալ հստակ ուղեգծեր, հստակ ժամանակացույց Եվրամիության անդամակցության տեխնացության մասով, դա ռիսկային է եւ վտանգներով լի։ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում օգտվում է մի շարք տնտեսական առավելություններից՝ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, ինչպես նաև մաքսային եւ միգրացիոն ոլորտներում։ Արմեն Վարդանյանը համոզված է, եթե Հայաստանը ընտրի եվրոպական ուղղությունը, ապա հնարավոր կլինի փոխհատուցել ռուսական տնտեսությունից ունեցած կախվածության հետևանքով առաջացող կորուստները։ Վստահ եմ նաև Եվրամիությունը կսկսի ավելացնել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը, բայց այս պահին էլ եմ ասում դրա անհրաժեշտությունը կարծես թե չկա, որովհետև ոչ Եվրամիությունն է Հայաստանին դնում այդպիսի կտրուկ երկընտրանքի առաջ, ոչ էլ Ռուսաստանը։ Ռուսաստանը փորձում է պարզապես շոշափել զարկերակը եւ հասկանալ Հայաստանի տրամադրությունը։ Ըստ քաղաքագետի, եթե Հայաստանը կանգնի նման ընտրության առաջ, ապա նախապատվությունը կտա եվրոպական ուղղությանը։ Միևնույն ժամանակ նա ընդգծում է, այժմ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար շարունակում է մնալ կարևոր եւ շահավետ հարթակ։ Այս պահին միգուցե ԵԱՏՄ-ն է կարևոր ավելի շահավետ, բայց եթե նայենք ավելի լայն հորիզոնով, ավելի երկարաժամկետ կտրվածքով, բնականաբար Եվրամիությունը շատ ավելի նպաստավոր է մեզ համար, որովհետև նա ունի 500 միլիոնանոց շուկա, աշխարհի ամենահարուստ շուկան է եւ տասնյակ անգամներով ավելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի համար, քան Ռուսաստանը։ Արմեն Վարդանյանի խոսքով Հայաստանում արտադրողների առաջ մինչ այժմ հստակ պահանջ չի դրվել, արտադրանքը համապատասխանեցնելու եվրոպական չափանիշներին։ Նա նշել է, որ տեղական արտադրողները տարիներ շարունակ աշխատել են ռուսական շուկայի պահանջներին համապատասխան։ Նրա խոսքով կառավարությունը պետք է ավելի արագացնի ջանքերը տնտեսության վերաուղղորդումը դեպի եվրոպական շուկա խթանելու համար։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Ռադար Արմենիա։